Ամեն շաբաթօր 19:30 ունենում ենք եկեղեցական ժողովներ Էջմիածին քաղաքում։ Գիտես, Աստված հստակ ծրագիր եւ նպատակ ունի քո կյանքի համար, բայց ուզում եմ տեղյակ լինես, որ չարը նույնպես ծրագիր ունի եւ չարի ծրագիրն է, որ քեզ հետ պայի Աստծո այն մեծ նպատակից եւ Աստծո այն ծրագրից, որպիսի դրանք իրականություն չդառնան քո կյանքի մեջ։ Դրա համար ես քեզ քաջալերում եմ, արի, որպիսի հոգեորապես զորանաս։ Արի եկեղեցի, որտեղ դա Աստծո ծրագիրն է, որ հոգեորապես կերակրվես, հոգեորապես սնվես, զորանաս եւ քո կյանքում իրականություն դառնա այն մեծ ու փառահեղ ծրագիրը, որ Աստված ունի քեզ համար։ Սիրելիներ, եկեղեցին մեկտեղ հավաքվել է, դա երբեք չի եղել մարդկանց գաղափարն ու ծրագիրը, դա մշտապես եղել է Աստծո ծրագիրը, այնպես որ թուլացել ես, ոտքի կանգնիր, հիասթափված ես, նորից զորացիր ու քաջացիր, նորից սկսիր քո հոգևոր կյանքը, արի միասին Տիրոջը պաշտենք։ Այսօր աշխարհը օրեցօր գնում է չարիքի մեջ, մեղքի մեջ, բայց ես տեսնում եմ հավատացյալներ, ովքեր թուլացել են, մի թուլացիր, քո թուլությունը քեզ վրա ավելի թանկ է անդրադառնալու, զորացիր Տիրոջմով, քաջացիր Տիրոջմով, նորից սկսիր քո հոգևոր կյանքը քայլել, ընթառաջ գնալ Տիրոջ կոչին, թող չարի գործը քանդվի քո կյանքի մեջ եւ Աստծո ծրագիրը իրականություն լինի քեզ համար եւ քո ընտանիքի համար։ Թույլ տուր, թող Աստված օրհնի քեզ, քո տունդ եւ թող քո կյանքդ օրհնված լինի Հիսուսով։ Հրավիրում եմ քեզ եկեղեցական ժողովների մեկտեղ միասին Աստծուն փառաբանելու։ Եղիր օրհնված։